Քրիստոս հարյավի մեռելոց։ Եվ սա հավիտենական հաղթանակն է։ Հիսուս ասում է. ես հաղթեցի աշխարհին։ Ինչ էլ որ աշխարհն անի, ինչպես էլ որ ուզի լռեցնել, մեկ է, հաղթանակը Հիսուսին է։ Եվ այս հաղթական ավետիսով ուզում եմ, որ բոլորդ այսօր հաղթեք ձեր մեղքերին, ձեր կրքերին, ձեր ցանկություններին, ինքներս մեզ հաղթենք, սիրելիներ, իսկական ինքնաճանաչողությունը, երբ որ մարդը հայելու մեջ պարզ իր աչքերով իրեն է նայում եւ ինչպիսին ինքը կա, այդպիսին իրեն տեսնում, ինքն իրեն չի խաբում։ Ցավոք սրտ, այսօրվա քրիստոնյաներս ինքնախաբեության մեջ ենք։ Մեզ ներկայացնում ենք այն, ինչը որ մենք չենք։ Մենք ապրում ենք այն, ինչ որ մենք չենք ուզում ապրել, այլ մարդիկ են ուզում, որ մենք այդպես ապրենք եւ մարդկանց ցանկություններն են կատարում։ Բայց Հիսուս եկավ, որ մեզ ազատագրի եւ հաղթական զենքը տա մեզ, հարության զենքը։ Սա միակ անկոտրում, չբթացող, չկոտրվող, չընկճվող, չխոնարհվող զենքն է, որով մենք միշտ կարող ենք հաղթել։ Եվ ինչպես Գարեգին Նժդեհն է ասում, աշխարհում կան երկու ուժեր, որ երբեք չեն հոգնում։ Մեկը ժամանակը, մեկը հայ, ասում է առաջինը ավերելով, երկրորդը վերակառուցելով։ Եվ հարության խորհրդով, որ մեր ազգը բոլոր ժամանակներում հառնել է, հարություն առել, ստեղծագործել է, որպեսզի ցույց տա, որ թեև չի տեսել, բայց հավատում է եւ այդ հավատքը կենթանի է պահում։ Քրիստոս հարյավի մեռելոց, սիրելիներ, Քրիստոսի հարության լույսը թող ամենքի հավիտենական կյանքի իրական ժառանգները դարձնի։